Բարև ձեզ, հարգելի ակնդիրներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք հաղորդաշարը։ 2020 թվականի պատերազմից ի վեր Հայաստանի այսպես կոչված իշխանությունները անընդհատ խոսում են խաղաղության պայմանագրի մասին և այդ պայմանագիրը փորձ են անում ներկայացնել որպես համադարման բոլոր խնդիրների։ Իհարկե որևէ մեկը դեմ չէ խաղաղության պայմանագրի և խաղաղությունն է հիմքը բարեկեցության և պետությունների երկարատև ու անխախտ գոյության։ Բայց շատ կարևոր է հասկանալ, արդյոք այդ խաղաղությունը մեր հարևաններն ուզում են, թե իրանք այդ խաղաղության դեմ հետևողականորեն աշխատում են, պայքարում են, ստեղծում են դրա դեմ նոր հիմքեր, խարույկներ և գործիքներ։ Այսօր մենք պիտի խոսենք մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին Արևմտյան Ադրբեջանն է, այսպես կոչված, և ես վերնագրել եմ մի երկար վերնագրով, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը, որպես արդի Ադրբեջանի ծավալապաշտության հիմնական խարիսխ։ Ինչու այսպես կոչված, որտեղ Արևմտյան Ադրբեջան երբևէ նման հասկացություն չի եղել, ասենք Արաքսից հյուսիս, ինչպես Ադրբեջանը չի եղել Արաքսից հյուսիս, Իրանում եղել է և կա Արևմտյան Ադրբեջան նահանգ, ինչպես Արևելյան Ադրբեջան նահանգ, բայց այսօր Ադրբեջանը այդ Արևմտյան Ադրբեջան ասածը և դա որպես խարիսխ օգտագործելը և դրա հիման վրա այլ գործիք ստեղծելը, այն է Արևմտյան Ադրբեջան համայնք ստեղծելը, ծառայեցնում է իր ծավալապաշտական նկրտումների համար Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այս վերջի շրջանում այս խոսույթը, Արևմտյան Ադրբեջանի խոսույթը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Տեսակետ կա, որ իբր սա ներքին քարոզչության համար է, ոչ այդպես չէ, դա իհարկե ունի ներքին լսարան, որովհետև դա է ուղեղները լվանում ադրբեջանցիների և դրա հիման վրա կառուցվում է ապագա քաղաքականությունը։ Եվ մենք կտեսնենք, որ սա պետական քաղաքականության մեկ մաս է, որը առնվազն տասնամյակների հիմք ունի, բայց այսօր այն արդեն բարձրացվել է ամենաբարձր մակարդակի և իրենք հսկայական ռեսուրսներ են ներդնում այդ գործով։ Եվ պիտի վստահորեն ասել, որ սա պարապ ծախս չի, ոչ դրամական, ոչ ջանքերի, ոչ ժամանակի, նրանց հեռահար նպատակն է և ինչպես կտեսնեք պաշտոնյաների հայտարարությունից, Հայաստանի Հանրապետության ոչնչացումը։ 2022-ից հետո սա ավելի, այսպես ասած, պետական բնույթ ստացավ, մասնավորապես նախագահը իր ելույթում սկսեց հենց օգտագործել Արևմտյան Ադրբեջան բառակապակցությունը և կազմակերպել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Այն իհարկե հիմնվել է որպես հասարակական կազմակերպություն, բայց դուք կտեսնեք, ես ցույց կտամ, որ այն բնավ էլ հասարակական չէ, այն պետական կառույց է, որը ղեկավարում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խորհրդարանի անդամ, որը ֆինանսավորվում է պետության կողմից և ծառայում է այդ պետության չարամիտ նկրտումներին։ Եվ պիտի ասել, որ իրենք հետևողական աշխատանքներ են տանում, այսինքն հսկայական պրոպագանդիստական, այս բառի ամենավատ իմաստով քարոզչություն են իրականացնում, գրքեր են տպում, բաժանում, միջազգային էլի այսպես կոչված գիտաժողովներ են անում և այդ գիտաժողովները գիտեք ինչպես է, տարբեր երկրներին դիմում են տարբեր մարդկանց, հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված գիտնականների, վճարում են նրանց ճանապարհածախսը մնալը և դեռ մի բան էլ ծրարի մեջ
եւ հաճախ փոխանցով փող են տալիս, ինչպես օրինակ արեցին, եթե հիշում եք, իրենք այսպես բնապահպանական խնդիրների միջազգային խնդիրներ էին իբր լուծում միջազգային վեհաժողով են կազմում, դա ընդունված է։ Եվ այս կառույցը աջակցվում է այն առումով, որ հնարավորություններ է ստեղծում։ Ունի իր կայքը, այս կայքն է western-azerbaijan.com, Հայաստանից այն անհասանելի է, մի քիչ հասկանալի չէ, ինչու է Հայաստանի իշխանությունները փակել սրա մուտքը Հայաստանից, որովհետև մենք պիտի իմանանք իրենք ինչ են գրում, որպեսզի հակադարձենք, եթե մենք չգիտենք, ծանոթ չենք այդ տեսակետներին, եւ այդ գործիքի դեմ չեն կարող պայքարել։ Իսկ մյուսների համար, այսինքն լինեն օտարներ, որոնք կարող են գնել այս քարոզչության ազդեցության տակ կամ Ադրբեջանի ժողովրդի համար փակ չի։ Հետևաբար սա անիմաստ է փակել հայաստանցիների համար եւ մեզ զրկել մեր թշնամու քարոզչության դեմ պայքարելու հնարավորությունից։ Իհարկե այդ կայքը փակ է, բայց պիտի ասել, որ տասնյակ գուցե հարյուրավոր այլ կայքեր կան, որ անընդհատ անդրադառնում են այս հարցին, օրինակ հենց կայքերից մեկը Virtual Western Azerbaijan, այսինքն վերացական կամ այսպես արցանց արևմտյան Ադրբեջանը եւ ուշադրություն դարձրեք քարտեզը, ինչպիսի քարտեզ է այնտեղ արևմտյան Ադրբեջանի, դա սովետական Հայաստանի ամբողջական տարածքն է, այսինքն իրենք չեն էլ թաքցնում եւ սա կտեսնեք, որ նրանք անգամ այս հարցում ավելի առաջ են գնացել, առաջի իհարկե էլի վատ իմաստով, քան անգամ մուսաֆատիստական Ադրբեջանն էր, որը գոնե Հայաստան ինչ որ տարածք էր տալիս։ Եվ եթե մենք այս կայքին էլի Ադրբեջան, արևմտյան այսպես կոչված Ադրբեջանի կայքին նայում ենք, այնտեղ բավականին բաներ կա, օրինակի համար Western Azerbaijan in Ancient Times, այսինքն արևմտյան Ադրբեջանը հին ժամանակներում, պատկերացնում եք, չէ՞, արդեն ինչպիսի լկտիության է ասած, ինքը Ադրբեջան հին ժամանակներում չկար, ունած Ադրբեջան։ Եվ այսպես տարբեր ենթաբաժիններով այդ կայքեջը ցուցադրում է իրենց քարոզչության համապատասխանությունները, իհարկե կեղծած անհասկանալի, օրինակ դնում են ինչ-որ մի քարտեզ եւ ներկայացնում են, որ իբր քարտեզը արևմտյան Ադրբեջան է, որովհետեւ կապ չունի ընդհանրապես։ Եվ անընդհատ կարևորը այն չէ, որ իրականության համապատասխանում է թե ոչ, ըստ իրենց։ Կարևորը այն է, որ մարդիկ եւ մարդկանց մեծ մասը եւ հատկապես ադրբեջանցիները սրան հավատալու են եւ ցավոք սրտի այդ սերունդը մեր գլխին փորձանք է դառնալու եւ Նիկոլ Փաշինյանի ու ԿՊԱ-կանների այն տեսակետը, որ իբր Լեռնային Ղարաբաղի հարցն էր մեր հակասության, հակամարտության եւ պատերազմի բուն պատճառը սխալ է եւ դրա մասին բազմաթիվ անգամներ ես եւ այլոք ասել ենք, բնավ դա չէ, այլ նրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը եւ սկսած արդեն 2000-ական թվականների սկզբից, անգամ այն ժամանակ, երբ որ իրենք պարտված էին եւ հույս չունեն, միևնույնն է, իրենք չէին բավարարվում Ղարաբաղի ճակերտավոր ազատագրումով, իրենց նպատակն էր, ինչպես իրենք այս օրինակ 2010 թվականի հենց Ալիևի կողմից առաջ քաշած ասենք դիրքորոշումը, իլա որ Իրիվանի եւ Գոգչայի մասին էին խոսում եւ Զանգեզուրի այսպես կոչված ադրբեջանական հողերի մասին եւ անգամ դրոշ էին ստեղծել, որը ըստ էության այսօրվա Ադրբեջանի Հանրապետության դրոշն է եւ վրան Իրիվանի խանության, այն է, այսինքն Ղաջարների զինանշանը, այդ առուծը, ձեռքը սուր եւ այլն հետևից արև, որը գիտեք նաև շահական Իրանի, այսինքն Փեհլևիների Իրանի խորհրդանիշն էր այս առուծը, որը հին արմատներ ունի, գալիս է դեռևս հին շղճանից, որը բոլորովին կապ չունի թուրքական ցեղերի հետ։ Սա իրանական խորհրդանիշ է եւ առուծի գաղափարը եւ առուծը կա, ինչպես տարածաշրջանում գրեթե բոլոր երկրներ կամ առուծ կամ արծիվերն է, չէ, Հայաստանի Հանրապետության զինանշանն էլ պատահական չի, որ երբ որ ստեղծվում էր այս երկուսը կար, որտեվ դա էլ ավանդույթների հիման վրա է։ Հիմա
այդ ադրբեջանական իրեդենտիստական գաղափարը, այսինքն իրեդենտիզմը որն է, երբ որ մի երկիր այլ երկրի տարածքների նկատմամբ նկրտումներ ունի եւ այդ նկրտումները հիմնավորելու համար տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնության կամ այսպես կոչված պատմական կապն է որպես հիմնավորում, որպես խարիսխ բերում դրա հիման վրա եւ սա պատահական չէ իրենց այս հիմնասյուները քարոզչական, որ սա ադրբեջանական պատմական հող է, որ հայերը եկվոր են, հայերը եկել են Հնդկաստանից 18-րդ դարում, անհեթեթ գաղափարներ, որևէ մի խելամիտ մարդ սրան չի հավատալու, բայց իրենք կարիք չունեն խելամիտներին հավատացնելու կամ համոզելու։ Իրենց նպատակն է մի քանի 100,000 ադրբեջանցու հավատացնել, որը կդառնա պատերազմի համար հարձիկների առաջի ոնց ասած խմբականակը եւ իրենք արդեն կրկնում եմ տասնամյակների վեր օրինակ Գյոքչե Զանգեզուրի հանրապետության կամ Երևանի հանրապետություն էին կոչում սա 2000-ականներին 2000-ական տասականներին դեռևս արևմտյան Ադրբեջան ձևակերպումը չկար դա ավելի 10-ից հետո եղավ հիմա 2003-ին ես մի քանի այսպես հղումներ եմ վերել, որ պարզ լինի, որ դեռևս ասենք այդ ժամանակներից 2003-ին Ադրբեջանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարեց բառացի. հայկական պետությունը ստեղծվել է Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա 29000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Իսկ մենք տեսնում ենք, չէ՞, հատուկել նշված է 29000, որ հանկարծ չմտածեք, որ ձեզ անգամ մի քանի հազար քառակուսի մետր թողելու ենք որպես գերեզմանոց, էդ էլ չենք թողելու, անգամ գերեզման չեք ունենալու։ Եվ սա 2003 թվի մասին է։ Եթե ներկայիս այսպես կոչված ղեկավարները մի փոքր ավելի քաղաքականության մեջ հմտացած ու իրազեկ լինեին, կհասկանային, որ նման հայտարարություններ անելու պարագային չի կարող երկրի համար միայն խնդիրը լինել Արցախի հարցը եւ Արցախի հարցի լուծումով խնդիրը չի փակվելու 2004 թվականին նույն նախարարության խոսնակը Ռամիզ Մելիքովը հանդես եկել այս նման ծայրահեղ հայտարարությամբ առաջիկա սա 2004 թվականն է առաջիկա 25-30 տարվա ընթացքում հարավային Կովկասում հայկական պետություն չի լինի Այս ազգը հարուցել է անհանգստություն իր բոլոր հարևանների համար եւ չունի ապրելու իրավունք այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը կառուցվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Ես հավատում եմ, որ 20-30 տարում այս տարածքները կրկին կանցնեն Ադրբեջանի իրավասության ներքո։ Ինչ եք կարծում։ Պաշտպանության նախարարության խոսնակը, եթե նման հայտարարություն անում եւ շարունակում է պաշտոնավարել եւ դեռ առաջ խաղացում է ունենում, արդյոք պետության դիրքորոշումը չի արտահայտում։ Իհարկե պետության դիրքորոշումը։ Ասեմ, որ 25 տարին լրանմա 2029 թվականին։ Այսինքն 4 տարի հետո եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն հայտարարում է, այլ հստակ քաղաքական քայլեր է անում։ Հիմա կարող է ասեք դե պաշտպանության նախարարը, պաշտպանության նախարարության խոսնակը ներքին սպառման համար լավ 2018 թվականին երբ Ալիևը առաջադրվեց որպես նախագահի թեկնածու Ադրբեջանի իշխող Յենի Ադրբեջան կուսակցության կողմից նա կոչ արեց այս դերինով ադրբեջանցիների վերադարձը այս տարածքները Այսինքն նկատնի իրենց ասած արևմտյան Հայաստանի, որը Հայաստանի արևմտյան Ադրբեջանի, որը Հայաստանի տարածքը։ Հայտարարեց, որ սա պետք է դառնա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակը, մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան 2018-ին այս հայտարարությունն էլ 22-ի դեկտեմբերին նա նախաձեռնեց մեծ վերադարձ կոչվող արշավը որը պաշտոնական վարկածի խթանում է նախկինում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակեցված էթնիկ ադրբեջանցիների վերաբնակեցմանը եւ իրենք էլ այս որոշ էլի վայ հայ հայրենասերի Հայաստանն ու Ղարաբաղը անջատ են ներկայացնում որտեւ այդ իրենց շահերից է ելնում բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք որ 2022 թվականին արդեն քանի որ իրենք պատերազմը հաղթել էին արդեն մտածում են ոչ միայն խարիսխ ունենալ այսինքն
արևմտյան Ադրբեջան հայեցակարգը որպես ծավալապաշտության խարիսխ, այլ նաև արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպություն ունենալ որպես ծավալապաշտության հիմնական գործիք։ Արդեն մարդիկ ասում են գործնական քայլերի եւ 22 թվականի դեկտեմբերին այդտեղ տարբեր էլի հայտարարություններ ներկայիս Հայաստանը մեր հողն ասում Ալիևը գնում են Շուշի աղոթում են կրոնական երանգներ են տալիս ամբողջին as the great return begins այսինքն մեծ վերադարձը եւ խոսում են վերադարձի մասին արդեն համարում են որ Արցախի հարցը փագա եւ ահա սկսում է ավելի շրջանառության մեջ դրվել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի քարտեզը եւ այլն եւ սկսում են վերհիշել առաջի հանրապետություն իրենց քարտեզներ մեջտեղ բերել, ահա, սա առաջի հանրապետության Ադրբեջանի նկարտումների կամ պահանջների քարտեզն է, որ իրենք Փարիզի վեհաժողովին են ներկայացրել, այստեղ ավելի էս գունավորել են, որ հստակ լինի, խոսքը 19 թվականի հունիսին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված է, դուք տեսեք ծովից ծով Ադրբեջանը, այսինքն Բաքվից մինչև Բաթում համարվում է իրենցը, դե բնականաբար Կարս, Զանգեզուր, Սյունիք, Արցախ, բայց գոնե Հայաստանին որպես անկլավ ինչ որ մի փոքր հողակտոր 10-11 հազար քառակուսի կիլոմետր թողել են։ Էդ էլ այսպես ասած որպես գերեզմանոց հայերին թաղելու համար, բայց գոնե ինչ որ մի բան թողել են։ Իսկ երբ որ մենք նայում ենք ներկա Ադրբեջանի կողմից տպվող քարտեզներին տարածվող, այստեղ տեսնում եք, որ ընդհանրապես ոչ մի քառակուսի կիլոմետր հայերին չեն թողնում։ Դուք այստեղ տեսնում եք իրենց նկարտումները, այն է սովետական Ադրբեջանը գումարած սովետական Հայաստանի տարածքը, որ իրանք արևմտյան Ադրբեջան, գումարած Իրանի 3 նահանգները Արևմտյան Ադրբեջան նահանգը, Ուստանը, Արևելյան Ադրբեջան եւ Արդաբիլի նահանգը։ Եվ սա դեռ ամենամեծ քարտեզը չի իրենց կողմից նկարտումների, բայց սա, այսպես ասած, իրենց գաղափարախոսության հիմքն է։ Կրկնում եմ, որ Արևմտյան Ադրբեջան եղել է սա Իրանի այս նահանգն է։ Եվ ըստ էության այդ նահանգների անունով է կոչվել Արաքսից հյուսիս, Արանը, Շիրվանը եւ մի շարք նահանգներ։ Հիմա ինչի եմ անդադ շատ խոսում եւ մեջբերումներ բերեցի 2022 թվականի դեկտեմբերին, որտեղ այդ ժամանակ էր, որ պաշտոնապես ստեղծվեց Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը։ Եվ տեսնում ենք դրոշը, եւ տեսնում ենք Ալիևի այցելությունը, այդ կառույցին, այստեղ նկարներ են, որ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներ, այսինքն Հայաստանի տարածքում երբևէ ապրած ինչ որ Ադրբեջանի քաղաքական եւ մշակութային գործիչներ են, ստեղծվում է արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսություն, տեսնում եք, բազմաթիվ կայքեր են ստեղծվում, օրինակ, երբ որ ես արևմտյան Ադրբեջանի համայնք մի որոնում տվեցի 31900 արդյունք բերեց, այսինքն իրենք լցրել են արդեն ինտերնետը արևմտյան Ադրբեջանի համայնք, արևմտյան Ադրբեջանի հասկացություններով եւ ես վստահեցնում եմ, հաշվի առնելով թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը, այդ ալգորիթմն է, այն է ինտերնետում արկա նյութի հիման վրա տալիս է եզրակացություն, իսկ ինքը այդպես է մտածում, ինքը չի ստեղծում որևէ բան, ինքը եղած տեղեկության հիման վրա ինչ որ մի միջինացված ընդհանրապես տեսակետ է գալի եւ ես վստահեցնում եմ, որ արհեստական բանականությունն էլ շուտով կսկսի տալ, որ այո, այդպես է գոյություն ունի եւ այլն, որովհետեւ տեսեք, սա հենց այն հրապարակած գրքերից են, որ արևմտյան Ադրբեջանի համայնքը տպում է արևմտյան Ադրբեջան, փաստեր, փաստաթղթեր եւ իրողություններ, ինչ որ բաներ են դրում եւ նայեք ուշադիր նայեք, այսինքն նույն Արարատյան դաշտն է, Հայաստանի քարտեզն է այդտեղ դրված Սևանալծով գրքի կազմի վրա նկատի ունեմ, կամ Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հիշողությունը, տեսնում եք, սա սերունդ է դաստիարակվում եւ դրսում եւ ներսում։ Նման մտքերը պատահական չեն կորչում։
ասենք զինանշաններն են թարմացնում, ինչ որ նոր զինանշաններ, տեսնում եք, այսինքն էլի այդ սուրը ձեռքին այրուցի գաղափարը, դրոշը եւ այլն։ Այս ամբողջը տեղի է ունենում։ Եվ սա, այսինքն արևմտյան Ադրբեջան համայնքը լուրջ գործիք է Ադրբեջանի ձեռքում։ Ու պատահական չի այն պահին, երբ որ հայկական կողմը հայտարարեց, որ իբր 17 կետերը համաձայնեցված են, նկատի ունեի խաղաղության պայմանագրի համար, իհարկե այդտեղ համաձայնեցված բառը սխալ է օգտագործված, պիտի ասի հայկական կողմը ընդունեց, Ադրբեջանը դեմ տվեց, հայկական կողմը ընդունեց, դրանից հետո հենց այս կառույցը օգտագործվեց որպես հիմնական խոսափող հնչեցնելու եւս 9 պայման խաղաղության պայմանագրի համար։ Մենք դրանց առանձին ես մի հաղորդում կնվիրեմ, դրան առանձին կետ առ կետ կանդրադառնանք 9 կետերին, ու հասկանանք, թե դա ինչ վտանգներ է պարունակում իր մեջ։ Եվ առաջին կետը, ես միայն այսօր դրան կանդրադառնամ, հետևյալն է, որ Հայաստանը պարտավոր է ստեղծի պայմաններ ադրբեջանցիների իրենց տներն անվտանգ եւ արժանապատիվ կերպով վերադառնալու համար։ Տեսեք ինչ ձևակերպ, իրենց տները, այսինքն որ իրենք օրինական տներ ունեն, չի խոսվում այն մասին, որ սովետական Հայաստանի կառավարությունը հատուցում է տվել ի տարբերություն սովետական Ադրբեջանից գաղթած հայերի, որոնք ոչինչ չստացան, սրանք բոլոր այդ հատուցումները ստացել են։ Եվ նրանց արտագաղթը Հայաստանից պայմանավորված է եղել հենց այդ Սումգայիթի ջարդելով եւ վերաբերմունքով հատուցում։ Իրենց տները հետո անվտանգ եւ արժանապատիվ։ Թվում է բառեր են, չէ՞, բայց անվտանգ այդ ի՞նչ է նշանակում, որ իրենց անվտանգությունը պետք է ապահովվի։ Իսկ եթե չի ապահովում, ասենք հայկական կողմը, բնականաբար դա անելու ադրբեջանական կողմը, ինչ ձևով բնականաբար զորքեր մտցնելով։ Արժանապատիվ, այսինքն արժանապատիվ օրինակի համար իրենք պիտի ունենան, չգիտեմ, ադրբեջաներենը որպես երկրորդ լեզու։ Իրենք պիտի ունենան իրավունք իրենց մեկնաբանություններով դասագրքերը Հայաստանի տպել են, ինչ իդեպ անում Հայաստանի իշխանությունը եւ այլն, եւ վերադառնալու մասին է խոսում։ Եվ կրկնում եմ, այդ գործիքը ստեղծված է, դա կատարվում է։ Տեսեք, սա արևմտյան Ադրբեջանի շենքն է, այդ համայնքի շենքն է, որը տրամադրել է Իլհամ Ալիևը եւ ստեղծել է 22-ի դեկտեմբերից հսկայական միջոցներ, տեսնում եք։ Մեր իշխանությունները ամեն ինչ արեց, որ ինձանից խլի իմ գրադարանը, որի մեջ Հայաստանի գոնե KGB-ի որոշ գործիչներ բացական տեղ ունեցան եւ 7 տարի չեմ կարողանում իմ արխիվային նյութերը եւ գրքերը հետ ստանալ անգամ դատական ճանապարհով, որի վրա առանց պետությունից բան ուզելու կատարեմ իմ աշխատանքը, գոնե հակակշռեմ։ Իսկ տեսեք իրենք ինչ են անում։ Սա օրինակ դա ղեկավար կազմերն, այսինքն աշխատակիցներն են այդ արևմտյան Ադրբեջան համայնքի կառույցի, որը կրկնում եմ, հիմնական գործիքն է Ադրբեջանի ներկայիս սահմանապաշտության համար, որովհետև արդեն Ղարաբաղի հարցը համարում են լուծած եւ այլն։ Սա այդ ղեկավարի Ազիզ Ալիքբերլիի, որ Ալիքբերը վեր իմ Ալիքբերլիի աշխատասենյակն է եւ նայեք, չէ՞, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևի նկարները պատին, նաեւ սեղանին դրած, երկուսի էլի նկարներ, այսինքն մի հատը պատին քիչ է, նաեւ իր կողքի սեղանին դրած, եւ միթե սա հասարակական ոչ պետական կառույց է, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, եւ իրենք հնչեցնում են եւ պետք է շատ զգույշ լինել, որտեղ իրենք ինչ որ ասում են, դա նշանակում է պետությունը դրա հետևից գնալու է, որտեղ այդ միջոցով հնչեցնում է, բարձրաձայնում է եւ բոլոր այդ 17 պահանջների մեծ մասը եւս այդպես է արվել։ Հասարակական կազմակերպություններով հնչեցվել են, մասնավորապես հիշում եք, չէ՞, Լեռնային Ղարաբաղի, Արցախի շրջափակում ինչ եղավ, բնապահպանների կողմից շատ խելոք են վարվում, ասեմ ցես բանը։ Բայց Ալիևը գնալով ավելի բացահայտ է գործում, օրինակ սա արդեն 2010 թվականից
իր այդ ելույթներն է, մենք իրեն 10 տարի պետք եղավ, 12 անգամ, 10-ից մինչև 22 թվականը, որպեսզի առանձին կառույց ստեղծի։ Ինչի չէր ստեղծում, որովհետև դե Ղարաբաղի հարցը կար։ Նա այլ հենքով, նա դեօկուպացիայի անվան տակ դա արեց, իսկ հիմա, որպեսզի կարողանա ապահովել հիմքեր Հայաստանի վրա հարձակվելու, դա ասում է պիտի վերադարձի իրավունք ունենան։ Եվ շատ հետաքրքիր է, որ վերադարձի իրավունքը, երբ որ իրենք սկսեցին խոսալ, մեջտեղ բերեցին ի հակակշիռ հայերի այդ իրավունքեր։ Բայց հիմա տեսեք, հայերը այլևս չկան Լեռնային Ղարաբաղում, Արցախում, բայց սան այլ բնույթ են տվել եւ առաջ են գնում։ Եվ իրենք պիտի ասել, որ շատ բաներով են կրկնօրինակել Հայաստանը, ինչ որ մեկ օրինակի համար սա այդ գիտեք, մարտի 31-ի այսպես կոչված բանի ադրբեջանցիների ցեղասպանության օրն է։ Իսկ այն ոնց կլինի հայերը ունենան ցեղասպանության օր, իրենք չունենան։ Եվ այստեղ խոսվում է 1918 թվականին այսպես կոչված 16000 մարդու սպանության մասին։ 16000 ադրբեջանցի է սպանել։ Մի հատ համատեք նախ ծավալները 16000, երկրորդը սա ուրճացված թիվ է եւ երրորդը իրենք ում են մեղադրում։ Իրենք ասում են, որ Ստեփան Շահումյանը հակահեղափոխության դեմ պայքարի անվան տակ կոտորել է ադրբեջանցիների, իսկ հայր ինչու են մեղավոր, որովհետեւ Արմինին պանացիոնալն է։ Ստեփան Շահումյանը հայ է եղել իր ազգությամբ, հետևաբար ճիշտ է, բոլշևիկներն են կոտորել։ Եվ այո, եղել է հակահեղափոխական, հակաբոլշևիկյան, սովետական շրջանում դրա մասին լիքը գրականություն կա գրած, ապստամբություն, այդ այսպես խաների եւ բեկերի կողմից։ Եվ որի հետևանքով բոլշևիկները այո, ճնշել են դա, եւ շատ հետաքրքիր է, որ այստեղ խոսվում է բոլշևիկների եւ հայերի, մասնապես դաշնակցության համագործակցության մասին Բաքվի պաշտպանության գործում 6000 ըստ իրենց բոլշևիկներ 4000 հայերը դաշնակցության գլխավորությամբ զինվոր, բայց չի խոսում օրինակ 1200 բրիտանական զինվորների մասին, որը եւս կողքի կռվում էին։ Ասենք բրիտանացիները բոլշևիկների հետ միասին թուրքերի դեմ էին 18 իհարկե, որովհետև թուրքերը թշնամի էին եւ թուրքերը ժողովուրդ էին կոտորում։ Ասած ցեն է, որ իրենք ամեն սուտ եւ ճիշտ օգտագործում են իրենց քարոզչության նպատակներով։ Իսկ ճիշտը ինչպես է։ Կա ինչ որ մի փոշեհատիկ, որը ուրիշ է, բնույթով էությամբ ընդգրկումով, օրինակ, այո, եղել է ընդհանուր եւ որոշակի զոհեր ադրբեջանցիներն ունեցել են, ինչպես հայերը եւ այլն, բայց սա ամբողջովին խեղաթյուրվում է եւ այդ ձևով ներկայացվում է բանը։ Հիմա այս վերջի մարտ 17-ի բառացիորեն հայկական կողմի հայտարարությունից հետո հաջորդ օրն է թե մյուս օրը արված այս հայտարարությունն է, ինչպես բանը ոչ միայն բնականաբար պահանջներն են ներկայացնում, այլ պահանջում են այս վերջի կետով միջազգային հանրությունից ճնշում բանեցնել Հայաստանի վրա, որպեսզի այս 9 պահանջները իրականացնի։ Այստեղ այս 9 պահանջներն են, ես սրանց չեմ անդրադառնա հիմա, հետո կանդրադառնամ, այսօր այսքանը ամփոփենք եւ ասենք, որ արևմտյան Ադրբեջան հայեցակարգը, որը սաղմնավորվել է 2000-ականների սկզբին, Հայաստանի, սովետական Հայաստանի տարածքի նկատմամբ ունեցած իրենց նկրտումներով, 2010 թվականին այն թամբել է Իլհամ Ալիևը եւ աստիճանաբար դա զարգացրել է, 2022-ին ստեղծել է համապատասխան գործիք Արևմտյան Ադրբեջանի համայն կանոնով, որն էլ արդեն ստեղծել է մի ամբողջական գործիքակազմ, թե ինչպես օգտագործվի հեռուստատեսություն, կայքեր, տպագրություն, դիմումներ, տարբեր կառույցների եւ այլն, եւ սա հիմք է նախապատրաստվում Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու եւ հայոց պետականությունը ոչնչացնելու, եւ սա կատակ չէ, եւ սրա դեմ առնել միայն այսպես կոչված խաղաղության պայմանագրով հնարավոր չէ, երբ որ տեղը գա, անգամ ստորագրված թուղթը
նրանց չի զսպելու։ Միակ տարբերակն է, որ այս պետությունը, այսպես կոչված այս ղեկավարները դադարեն զբաղվել մանր բաներով, չգիտեմ, վարորդական իրավունքների հարցով, թե քննություն տալիս են, թե չէ, երբեմն տպավորում է, որ մենք թաղապետարան ենք եւ լրջորեն զբաղվել առաջին հերթին դաշնակցային հարաբերությունների կերտմամբ լուրջ, խորը, ընդգրկուն, ռազմաքաղաքական արևմուտքի հետ եւ նաեւ որի հիման վրա արդեն պետություն եւ բանակ վերակազմավորելու, կառուցելու համար։ Այսքանը ցտեսություն։